Հանրահավաք ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։ Մեծ Բրիտանիան կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։ Թեհրանը համաձայն է Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններին։ Մյանմայի երկրաշարժը 1000-ից ավելի կյանք է խլել։ Վիոլա ջուր ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո քաղաքացիներից վնասի փոխհատուցում է պահանջում։ Եվ ինչու բուհական կրթությունը այլևս նորաձև չէ երիտասարդների շրջանում։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Զերծ մնալ Ադրբեջանի դեմ միջազգային այտյաններ ներկայացված դատական հարցերից հրաժարվելուց ԵԱԿ-ի խումբը լուծարելու մտադրությունից Արցախի վերաբերյալ ապօրինի որոշումներ կայացնելուց։ Ազատության հրապարակից այսօր այս պահանջներն են ուղղվել Հայաստանի գործող իշխանություններին։ Հրավիրված հանրահավաքին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն էր նվիրված։ Արցախցիները ներկայացված խնդիրների լուծման համար ժամանակ են տվել կառավարությանը, պահանջների չբավարարման դեպքում խոստանալով անցնել հստակ գործողությունների։ Իսկ մինչև այդ վրանային ավան են հիմնել հենց հրապարակում։ Հանրահավաքային տրամադրություններն ու կոչերն է մեկտեղել Էդվարդ Պողոսյանը։ Արցախյան շարժման խորհրդանիշ դարձած ազատության հրապարակում է բռնի տեղահանված արցախցիների հանդիպումը։ Սոցիալ-տնտեսական խախտված իրավունքների հետևից են եկել, սակայն ընդամենը նորեր անց կառավարությունը սկսելու է փուլ առ փուլ կրճատել հայտնի 40 գումարած 10,000 դրամ աջակցությունը, ինչպես գումարի չափը, այնպես էլ այն ստացող քաղաքացիների թիվը։ Բռնատեղահանված արցախցիներն ասում են հնարավոր վերջին հարվածն է, կրկնակի գաղթական չեն ուզում դառնալ, Հայաստանում իրենց մայր հայրենիքում են ուզում շարունակել ապրել, բայց այս խնդրի առաջ էլ կկանգնեն առանց այդ սոցաջակցության։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ինչ-ինչ պիտակավորումներ տալ, թե իբր սա սոցիալական աջակցության պահպանման համար պայքար է, ապա նրանք պարզապես զուրկ են տարրական բարոյականությունից, զուրկ են մարդկային ապրումակցումից, զուրկ են դիմացինի իրավիճակը հասկանալու բանականությունից։ Այո, բռնի տեղահանվածներին կեցության համար տրվող սոցիալական աջակցություն այն պարզ նվազագույնն է, որ անհրաժեշտ է արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում պահելու, նրանց նվազագույն կարիքները հոգալու համար։ Հայաստանում մնալն արցախցիները համարում են բռնազավթված հայրենիք վերադառնալու ամենաիրական խաղաթուղթը։ Վրդովված են վարչապետի վերջին հայտարարություններից, թե Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Պնդում են, առանց իրենց ոչ ոք չի կարող վճռել սեփական ճակատագիրը։ Ասում են արցախցին չի ուզում աշխատել։ Արցախցի մայրը տանում է իր երեխային մանկապարտեզ, չեն ընդունում։ Ասում են առաջնահերթություն ունեք։ Եվ երբ որ մայրը նշում է, որ Արցախից բռնի տեղահանված են, ասում են դա առաջնահերթություն չէ։ Հեշտ է, չէ՞ մի կողմից ասել արցախցին չի ուզում ինտեգրվել, մյուս կողմից ամեն ինչ անել, որպեսզի չկարողանա ինտեգրվել։ Ինչպես աշխատի մայրը, երբ դուք նրան դա թույլ չեք տալիս, եւ ձեզ համար բռնի տեղահանությունը առաջնահերթություն չէ։ Ինչն է ձեզ համար առաջնահերթությունը։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները եւս երկարաժամկետ ծրագրերի կողմնակից են, ինչպես կառավարությունն է հիմնավորում այս սոցաջակցությունների կրճատումը, բայց պահանջում են նաեւ, որ դրանց փոխարինեն համարժեքները։ Իսկ աշխատանքի ու սոցհարցերի փոխնախարար նորեր առաջ ասում էր, որ պետության աջակցությունները պետք է լինեն կարիքահեն, արցախցիներ կան մեծ եկամուտներ ունեն։ Ազատության հրապարակից պատասխանում են, եթե 10-ը, 20-ը կամ 30-ը ունի այդ մեծ եկամուտը, բոլորին աջակցելը պիտի դադարեցնեք։ Հայաստանի կառավարությունը պետք է հայ ժողովրդին Արցախում դիտարկի որպես ներուժ, քանի որ մենք վերջ չենք Հայաստանի Հանրապետության ուսերի։ Այն գումարները, որ ծախսվում են հանրապետության բյուջեից արցախցիների համար, դա շատ չնչին է իրականում։ Հանրահավաքի մասնակիցները նաև ծափողջություններով շնորհակալություն հայտնեցին Հայաստանի հայրենակիցներից, բռնի տեղահանությունից հետո իրենց իսկ ձևակերպմամբ սեփական տան ու սրտի դռներն արցախցիների առջև անշահախնդիր բացելու, նրանց դեմ ուղղվող ատելության ու պառակտիչ խոսույթից վեր մնալու համար։ Հավաքի նախաձեռնողներն էլ նախ հարթակից 12 կետանոց գերիների վերադարձից մինչև Հայաստանի քաղաքացիության ստացման ու զբաղվածության ծրագրերի պահանջագիր հրապարակեցին, ապա այն տարան հանձնելու կառավարությանը, գործադիրին տալով լուծումների համար 1 շաբաթ ժամանակ։ Մինչև այդ կմնան հրապարակում, կառավարությունը կարձագանքի կտեղեկացնեն իրենց հետագա քայլերի մասին, որոնք կարող են նաև կտրուկ գործողությունների տեսքն ունենալ։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ գերիների հանդեպ դրսևորվող դաժան վերաբերմունքի հարցը։
Լեյբորիստական կուսակցության անդամ Դարլինգթոնի բարոնուհի Ջենի Չեփմանը ներկայացրել է արտաքին գործերի, գործակցության և զարգացման նախարարության դիրքորոշումը։ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչի արել ապահովել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված անձանց արդար դատաքննությունը ու նրանց անվտանգ պայմաններում պահելու միջազգային պարտավորությունների շրջանակում ստանձնած հանձնառությունը։ Ալիևի խոստովանությունը Ակնայի Աղդամի շրջանի գյուղերից մեկի բնակիչների հետ հանդիպան ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այս ուղղությամբ ակտիվ ռազմական օպերացիաներ չեն իրականացվել, քանի որ կառուցված են եղել ռազմական հզոր ամրություններ, իսկ շուրջն էլ ամբողջովին ականապատված է եղել։ Ալիևը այլ ուշագրավ հայտարարություններ էլ արել։ Նա նշել է, որ Աղդամի, Լաչինի, Քելբաջարի շրջանները վերադարձվել են առանց մեկ գրակոցի։ Մենք դրանք կազատագրեինք, բայց պատերազմի շարունակման դեպքում շատ զոհեր կլինեն, դրա համար էլ ժամանակին կանգնեցրինք պատերազմի, բայց հետքայլ չարեցինք, նշել է նա։ Թեհրանը համաձայն է Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի խորհրդականը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի փակում բոլոր դռները և պատրաստ է անուղղակի բանակցությունների Միացյալ Նահանգների հետ։ Հիշեցնեմ, որ պաշտոնավարման առաջին շրջանում Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել գերտերությունների և Իրանի միջև կնքված միջուկային համաձայնագրից։ Հիմա էլ Թրամփը սպառնում է Իրանին պատժամիջոցների առավելագույն մակարդակի հասցնել, եթե վերջինս չհրաժարվի միջուկային զենք ունենալու իր մտադրությունից։ Միացյալ Նահանգների հետ համաձայնության չգալու դեպքում Իրանի հետ կարող են վատ բաներ պատահել, ասել է Թրամփը։ Վաշինգտոնից Թեհրան ասաց միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու Թրամփի նամակին Իրանը պատասխան նամակ է ուղարկել, որում ներկայացրել է հարցի շուրջ երկրի տեսակետներն ամբողջությամբ։ Այլ պաշտոնական մանրամասներ չկան։ Նամակը դեռ տեղ չհասած սպառնալիքի լեզու է գործի դրել նախագահ Թրամփը, թե եթե իշխանությունները համաձայնության չգան, տխուր վատ սցենար կարող է զարգանալ։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա։ Նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ, բայց եթե հարցը չլուծենք, շատ վատ բաներ կպատահեն Իրանի հետ։ Կամ Իրանը կխոսի Թրամփի ուզած լեզվով, կամ գործի կդրվեն զենքեր Իրանի ուղղությամբ։ Թրամփի հրապարակային խոսքն այս մասին է։ Նամակը Իրանի գերագույն գլխավոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ներառում էր երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները գաղտնազերծում էին ըստ այդ կոշտ նամակի, եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Իրանագետն ասում է, թեև երկրների միջև դիվանագիտական լեզուն սուր է, բայց ռազմական բախման չի տանի։ Երկուստեք շահերն են այդպես հուշում։ Իրանական կողմն էլ կարծես թե իր համար նախընտրելի պայմաններ է քաշում բանակցային գործընթաց սկսելու համար, կարծես թե Իրանը ցանկանում է դուրս թողնել նախ հրթիռային ծրագիրը եւ ԱԹՍ ծրագրերը եւ բանակցել միայն միջուկային զենքի շուրջ, իսկ Թրամփի իշխանությունը եւ դավավարությունը փորձում է Իրանի ռազմական հնարավորությունները որոշակիորեն սահմանափակել։ Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել էր խաբեություն, որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չէր բացառել, որ բանակցություն կլինի։ Նամակ ուղարկելու ու պատասխան ստանալու հանգամանքը փաստում է, որ կողմերին այս փուլում ռազմական բախումը ձեռնտու չէ, ամերիկյան հարվածը Իրանի համար լուրջ վտանգ կարող է լինել, մյուս կողմից Վաշինգտոնն էլ չի թաքցնում։ Իրանի հետ հակամարտելը հեշտ ու էժան գործ չէ։ Նաև իրադարձությունների նման զարգացումը հնարավորություն կտա տարածաշրջանի թուրքական երկու պետություններին օգտվել բացված պատուհանից, սա դարձյալ իրանական շահից դուրս է։ Իրականում ադրբեջանական հանրապետությունը կօգտվի, հավանաբար եթե լինի նմանատիպ գործողություններ, հենց նաև Սյունիքի հատվածում իր խնդիրները լուծելու համար։ Թուրքական կողմը իր ներքին խնդիրների լուծմամբ է զբաղված այս փուլում, բայց միշտ թուրքական կողմը դեմ չի եղել Իրան, Իսրայել, Իրան, Միացյալ Նահանգներ հարձակատումներ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ գրում է, թե Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է անուղղակի բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Փորձագետը կարծում է, Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ։ Հնարավորությունը սակայն դեռ չի նշանակում դրա հաջող իրացում։ Ուստի այս հարցում որպես առաջին քայլ անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսը ամերիկյան ուղղությամբ։
Իրանի շուրջ իրադարձությունների ցանկացած սցենարը դրամաբանորեն հետևանքներ կունենա նաև Հայաստանի համար։ Փորձագետները թեև այս պահին ռազմական բախման վտանգ չեն տեսնում, բայց մյուս կողմից զգուշացնում են՝ Իրանի վրա իսրայելական կամ ամերիկյան հնարավոր հարձակումը կթուլացնի այդ երկրին այլ ճակատներում։ Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը կարող է թուլանալ։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցները այսօր դարձյալ լայնամասշտաբ ցույցի են դուրս եկել։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Սարաչհանե հրապարակում, որտեղ գտնվում է Ստամբուլի քաղաքապետարանը։ Բողոքի ցույցերին մասնակցող բազմաթիվ համալսարանականների կալանավորումներն ու ձերբակալությունները շարունակվում են։ Ծեծի բերման ենթարկված եւ ձերբակալված ուսանողների ընտանիքները ստեղծել են այսպես կոչված ծնողների համերաշխության ցանց, կոչ անելով առանձին հանրահավաք անցկացնել ի աջակցություն բերման ենթարկված եւ ձերբակալված երիտասարդների։ Իմամ Օղլուն Էրդողանին կոչ է արել իր դատավարությունը անցկացնել ուղիղ եթերում։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Վիոլա ջուր ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո քաղաքացիներից վնասի փոխհատուցում է պահանջում։ Եվ ինչու բուհական կրթությունը այլևս նորաձև չէ երիտասարդների շրջանում։ Շարունակում ենք թողարկումը։ Երևանաբնակ քաղաքացիներից շատերը բողոքում են Վիոլա ջուր ընկերության կողմից իրենց հանդեպ դրսևորվող անբարեխիղճ վերաբերմունքից։ Նրանք ահազանգում են, որ ջրաչափերի փոփոխությունից որոշ ժամանակ անց իրենց տեղադրված սարքի վնասված լինելու վերաբերյալ նամակ ծանուցումներ են ստանում։ Վիոլա ջուրը սարքերի վնասման համար քաղաքացիներին ստիպում է տուգանք վճարել։ Ահազանգ քաղաքացիներից տարբեր հասարակական կազմակերպություններ ստացել են բողոքներ քաղաքացիներից, որ Վիոլա ջուր ընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանել է իրենց։ Քաղաքացիները ստացել են նամակ, որ ջրաչափերի փորձաքննության արդյունքում դրանք եղել են վնասված։ Վերահաշվարկվել է ինչ-որ գումար եւ ներկայացվել քաղաքացուն, որ նա ստիպված պետք է այդ գումարը վճարի։ Ողում անելով հանրային ծառայությունների որոշմանը առաջացնում են պարտավորություն սպառողի համար վճարելու ջրաչափի սխալ աշխատանքի հետևանքով այսպես վնասը 35,000-ից մինչև 200,000։ Ավելին բնակիչներին վախեցնում են անջատումներով մինչև նույն կանոնակարգը սահմանված է, որտեղ իրավունք ունեն զրկեն ջրամատակարարումից։ Բայց բանավոր վախացնում են, որ կանջատեն ընդհանրակարգի կանոնների խախտում։ Բաբկեն Պիպոյանի ձևակերպմամբ Վիոլա ջուր ընկերությունը փաստարկ ապացույց էլ չի ներկայացնում։ Վնասված ջրաչափը եղել է հոգուտ թեյի վնաս սպառողի։ Ջրաչափը վնասվել այն փոխելիս թե տեղափոխելիս։ Իրականում լաբորատոր փորձաքննությունը, որը իրականացվում է, տալիս է զուտ տեսական պատասխան մեկ տեսականորեն որ կարող է, այսինքն ոչ թե ապացուցված, եւ երկրորդը, որովհետեւ տեղ չի նշվում թե ջրաչափը երբ վնասվեց։ Այսինքն այդ նույն տրամաբանությամբ ջրաչափը կարող վնասվել փոխելու ընթացքում հենց ջրմուղի աշխատակիցների կողմից։ Այդ նույն տրամաբանությամբ ջրաչափը կարող վնասվել ամփույթ տեղափոխելու ընթացքում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Վիոլա ջրի բաժանորդն իրավունք ունի մատակարարի ծանուցած պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվարկի սարքի տվյալ դեպքում ջրաչափի հետ կապված որևէ աշխատանք իրականացնի իր ներկայությամբ։ Մի կողմից ջրմուղն իրեն հարմար ձևով լրացուցիչ պարտավորություն առաջացնում ուրեմն սպառողների համար, մյուս կողմից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանում այնպիսի ինքնատակարգեր, որ նման գործունեություն ծավալել է ջրմուղի համար դառնալ անխոչնդոտ իրականացնելի գործընթաց։ Մասնագետները հորդորում են սպառողներին նման խնդիրների բախվելիս ապացուցողական նամակ գրել Վիոլա ջուր ընկերությանը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման հետ կապված ստացել է 2316 դիմում բողոք։ Դրանցից 1473-ը բավարարվել է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կրթության դրական ազդեցությունը հանրային գիտակցության վրա անվիճարկելի է, կրթությունը սակայն այսօր կարծես էլ նորաձև չէ։ Թվային այս դարաշրջանում երիտասարդները այլևս չեն ուզում իրենց ժամանակն ու ֆինանսական միջոցները ծախսել կրթության վրա, դա համարելով միանգամայն անիմաստ ու անօգտավետ, քանի որ ուսումնառության համար անհրաժեշտ երկար ու ձիգ տարիների փոխարեն իրենք կարողանում են առաջարկվող արագ կուրսերի շնորհիվ սեղմ ժամանակում մասնագիտական հմտություններ ստանալ ու անցնել աշխատանքի։
Բարձրագույն կրթությունն այլևս նորաձև չէ։ Թվային փոխակերպման այս դարաշրջանում երիտասարդները նախընտրում են հավելյալ ժամանակ ու գումար չվատնել համալսարանական կրթության վրա։ Փոխարենը հաճախում են կարճաժամկետ դասընթացների, ձեռք բերում առավել ակտուալ մասնագիտություն ու շատ արագ ինտեգրվում աշխատաշուկայում։ 6 ամսյա կամ 3 ամսյա կուրսերը իրենցից ենթադրում են 100-ից 200,000 դրամ վճար, որը նաև հնարավորություններ են տալիս լավագույն կամպանիաներում աշխատանք գտնելու ու բարձր վարձատրվող աշխատավարձով։ Կրթության փորձագետը բուհական կրթության հանդեպ հետաքրքրության նվազումը պայմանավորում է մեր երկրում կրթական ոլորտի աստղաբաշխական վարձավճարներով։ Հայաստանում բարձրագույն կրթությունը թանկ է։ Ուսման վարձերը շարունակաբար թանկանում են։ Երևանում ապրելը հավասարվել է արևելյան եվրոպական շատ երկրների մակարդակի։ Եվ մարզերում ապրող մարդկանց համար հեշտ չէ Երևանում ուսանող պահելը։ Կրթական գերատեսչությունը ուսանողներին գրավելու ու դեպի բարձրագույն կրթություն հետ կանչելու մեթոդներ այդուհանդերձ կիրառում է։ Օրինակ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ սովորողներին խրախուսելու համար բարձր կրթաթոշակ են սահմանել մոտ 70,000 դրամ։ Կրթության մյուս փորձագետը սակայն կարծում է, որ սա նույնպես անօգուտ մեթոդ է։ Որպես օրինակ բերում է Ագրարային համալսարանի վիճակագրական տվյալները։ Վերցրեք եւ տեսեք օրինակ անցյալ տարում քանի հոգի է ընդունվել Ագրարային համալսարան, ունենալով այդ հնարավորությունը։ Պարզվում է, որ Ագրարային համալսարան ընդունվողների թիվը վերջին 3-4 տարվա ընթացքում ավելին չէ, քան 40-60 հոգի ընդամենը։ Մարդը մտածում է, լավ, ասենք 4 տարի նա սովորի համապատասխան բուհում եւ ստանա կրթաթոշակ։ Արդյոք դա երաշխավորում է, դրանից հետո նրա կյանքը ոչ մի երաշխիք, որովհետեւ պետությունը դրանից հետո ըստ էության ձեռքերը լվանում է եւ որևէ բան չի առաջարկում։ Բարձր կրթաթոշակով ուսանողին չես գրավի, չկան երաշխիքներ, որ տվյալ ֆակուլտետն ավարտելուց հետո նա կմնա այդ ոլորտում ու կկայանա աշխատաշուկայում։ Մեր երկրում բարձրագույն կրթությունը կտրված է իրականությունից, ընդգծում է փորձագետը։ Մեր պետությունը իդեմս կառավարության վարում է այնպիսի քաղաքականություն, որ օրինակ կրթության ոլորտում զբաղված մարդու աշխատավարձը կարող է 2-3 անգամ ավելի ցածր լինել, քան բարձրագույն կրթություն չունեցող ոստիկանի աշխատավարձն է։ Գործատուները նույնպես փաստում են, հարյուրավոր ուսանողներ այսօր ընտրում են ժամանակակից գործիքակազմերն ու մասնագիտությունները։ Օրինակ ծրագրավորումը, գրաֆիկ դիզայնը, մարքեթինգը բավականին պահանջված են աշխատաշուկայում։ Վարձավճարն էլ հավասար է բուհի գրեթե 1 տարվա վճարին։ Հայկական շուկայում ջունիորը կարող ստանա 150-ից մինչև 300,000, մենք ուսանող ենք ունեցել մինչև 350,000 սկսնակ մտել է։ Միդել կարգավիճակը կարող ստանա 250,000-ից մինչև 500,000 դրամ, սենյորը արդեն կարող 500-ից վերև ստանա։ Այդ ավարտելուց հետո մենք սովորեցնում ենք ինչպես ճիշտ դիմել, ինչ կարգավիճակով դիմել եւ նրանք շատ արագ ձևաչափով մտնում են աշխատանքի։ Կարճաժամկետ կուրսերն այսօր առավել մեծ երաշխիք են տալիս աշխատաշուկայում ինտեգրվելու, բարձր աշխատավարձ ստանալու եւ բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Դրան գումարած ուսանողը նաեւ հնարավորություն ունի համագործակցելու, տարատեսակ առաջարկներ ստանալու միջազգային գործընկերներից եւ սեղմ ժամկետներում մասնագիտական աճ գրանցելու։ Եվ ուրեմն չունենք արդյոք կրթական ոլորտում արմատական փոփոխությունների կարիք։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Երևանում անցկացվել է նոր միտք, նոր թարգմանություն խորագրով երկօրյա բացառիկ համաժողով։ Գյուլբենկյան հիմնադրամի եւ Նյումեգի կազմակերպած ֆորումի ներկայացվել է 5 գիրք, որից 3-ը հոգեբանական, իսկ 2-ն աշխարհաքաղաքական են։ Հատուկ համաժողովի համար Հայաստան են ժամանել հյուրեր արտասահմանից, պատվիրակություն Պորտուգալիայից, Գյուլբենկյան հիմնադրամից։ Առաջին անգամ Գյուլբենկյան հիմնադրամը կազմակերպել է գրական ֆորում հայաստանյան հրատարակչության հետ։ Գյուլբենկյան հիմնադրամը եւ Նյումեգը երկօրյա նոր միտք, նոր թարգմանություն ֆորումի առաջին օրը ներկայացրեցին հայերեն թարգմանությամբ հոգեբանական 3 գրքեր։ Հետտրավմատիկ իրադարձություններ, կորուստումը, ինչպես կարող են անհատներն ու հասարակությունը հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը։ Երկրորդ օրվա խորագիրն էր աշխարհն ու մենք։ Ֆորումը սկսվեց արևելքի ու արևմուտքի հակամարտության մասին գլխավոր գրքի շնորհանդեսով։ Գրական ֆորումի շրջանակում մենք ոչ միայն ներկայացնում ենք նոր գրքեր, այլև պանելային քննարկումներ։ Հատկանշական է, որ արևելաբանություն գիրքը նաև արևմտահայերեն է։ Մենք գիտենք, որ բազմաթիվ մասնագետներ սպասում էին այս գրքի լույս ընծայմանը, եւ այս առիթով նաև պատե առիթ է, որպեսզի իրենք կարդան ոչ միայն գիրքը հայերեն, այլև հատկապես արևմտահայերեն։ Արևելաբանության եւ հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային
հետազոտությունը Էդվարդ Սաիդի արևելաբանությունը կես դար անց միայն առաջին անգամ թարգմանվել է հայերեն։ 1978 թվականին հրատարակված արևելաբանությունը օրիենտալիզմ գրքում մանրամասն ներկայացվում է Եվրոպակենտրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդների նկատմամբ։ Ինչպես է արևմուտքն ընկալում արևելքը։ Արևմտյան մշակույթի մեջ արմատավորված կեղծ ու ռոմանտիկ ընկալումները Ասիայի ու մերձավոր արևելքի նկատմամբ ու թե ինչպես են Եվրոպան եւ Ամերիկան արդարացնում իրենց գաղութային կայսերական հավակնությունները։ Կարևոր չէ անի որ քննական մտածողությունը Հայաստանի մեջ կամրաբնդ է։ Մեկը ավելի միջազգային քրագանության ընդմեջ են, իսկ մյուսը ավելի մեր այդ մեծ ցավը վիշտը որ մենք ապրած ենք, այդ մեծ գորուստը որ ապրած ենք, ադի գմեկնապան է, բայց գմեկնապան է քիդական եւ քննական մտածողությամբ, այսինքն իսկական դվյալներու վրա հիմնված եւ ոչ թե գաղափարախոսական։ Կոտրված Վահանը Արցախյան 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծություն է։ Հայ եւ օտարերկրացի 17 հեղինակների աշխատություններն ամբողջացել են մեկ ժողովածուում, որում մանրակրկիտ ուսումնասիրված են միջպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանում արևմտյան ոճի պաշտպանական բարեփոխումների ձախողման հիմնական գործոնները։ Հեղինակները վերլուծում են, թե ինչու բարեփոխումները չկարողացան հաջողություն գրանցել եւ ինչպես դա ազդեց պատերազմի ելքի վրա, ընթերցողին հնարավորություն տալով խորապես հասկանալ պատերազմի դասերը եւ դրանց հիման վրա առաջարկություններ մշակել ապագա քաղաքականության համար։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվականի համար։ Լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։